Այսօր բոլորի տուն գան վարդերով, քաղեմ ու ձեզ նվիրեմ պարտեզիս վարդերը, սիրուններ ջան, բոլորիդ սիրով նվիրեմ գեղեցիկ պարտեզիս վարդերը ջան։ Այսպիսի գեղեցիկ տեսարանով էլ սկսում եմ այսօրվա նոր հոլովակը իմ շատ սիրելի, անկրկնելի հետևորդներ ջան ու ջան։ Բարի լույս, օրհնված խաղաղ օր եմ մաղթում բոլորի, թող բարի լույսը սկսվի ջերմությամբ, սիրով, ուրախ պահերով, օրը լցված լինի ժպիտով և հաջողությամբ, իմ սիրելի հետևորդներ ջան։ Մեզ մոտ այսպիսի նորից բարի լույս է բացվել, աշխատանքային, տեսնում եք Կարուշիկս արդեն իր գործով է զբաղված, Նորայրը իր գործով, ամուսինս էլ իր գործով։ Սիրով ձեզ ներկայացնում եմ աշխատանքները շինարարական մեր տան։ Սա էլ մեր գեղեցիկ ծաղիկներն են, աշուն է արդեն, եղանակը հովացել է, կարելի ասել ցրտոտ է։ Տեսեք ոնց է աշխատում Գարուշիկը, տանում, բերում, խառնում, ավազ, ցեմենտ, սիրով է անում իր գործը, սիրելի հետևորդներ ջան։ Իսկ հիմա ցույց տալուց հետո արդեն սիրով ուզում եմ ձեզ ցույց տալ մեր ծաղիկները, մեր հողամասը բար ու բաղջան, թե ինչ վիճակում է այս աշնան եղանակին, իսկական աշուն է, սիրելիներս, արդեն տեսնում եք ծառերը դեղնում են, թփերը թափում են։ Հիմա գնանք և սիրով ցույց տամ։ Սիրելիներս, այսօր որոշել եմ ձեզ հետ միասին այգով, պարտեզով ման գալ և ցույց տալ այսօրվա մեր այգու բանջարանոցի և պարտեզի վիճակը, թե ինչ վիճակում են գտնվում այս համարյա աշնան եղանակին։ Տեսեք, սիրուն ծաղկել է, չէ, բայց արդեն ներքևի մասից սկսում են չորանալ թանկագիններս, կարծեմ կլեմատիսն է սա, արդեն աշուն է մեզ մոտ, իրիսները, հիրիկներն էլ արդեն չորանում են, մաքրել է հարկավոր, զբաղված ենք, սա մեր ֆլոքսն է, զբաղված ենք բեր մաքրելու ժամանակը չէ, սիրելիներս, ավելի կարևոր գործերով ենք զբաղված, այս ծաղիկը աստղանման, տեսեք ինչ լավ, փարթամացել է, հով է սիրում, շատ արև եղանակ չի սիրում, դրա համար լավ աճել է։ Սպիտակ ֆլոքսներս են, անուշ հոտ ունեն, յուրահատուկ հոտ ունեն, բուրմունք ունեն։ Այստեղ արդեն մեխակներն են տնկված, մյուս տարի գարնանը կծաղկեն, մարգարիկաներն են, որ ինչքան են շատացել, մեխակ կա, որ ծաղկած է մնացել, դրանք էլ գեղեցիկ բարխացիների դասին պատկանող ծաղիկներ են, այս ծաղիկը չծաղկեց այս տարի, մյուս տարի կծաղկի, հույսով եմ։ Այստեղ նոր սկսել է աշունը իր գործը անել, բայց դեռ կծաղկեն, հələ այս գեղեցկուհի խրիզանտեմաներից տեսեք գույնը, ձևը, հիանում եմ, ուղղակի հիանում, սա էլ փնջային է, շատ գեղեցիկ, իրեն այդ շառավիղը գեղեցիկ, բա սա, այս խրիզանտեմաները, կողքերը սպիտակ, մեջը դեղնավուն, փնջային են, շատ սիրում եմ փնջային խրիզանտեմանը, իրենց գեղեցկությունը, այստեղ էլ դեղին են, նույն խրիզանտեմաներն են, սիրելի հետևորդներ ջան։ Իսկ հիմա գնանք մյուս ծաղիկները ցույց տամ։ Չանում են, արդեն տեսքից ընկնում են, իրենց գեղեցկությունից ընկնում են սիրելիներս։ Աշուն է գալիս, աշուն, սիրելի հետևորդներ ջան, ամեն եղանակը
իր անելիքը անում է, աշնաննել պետք է չորանա բույսերը, հավաքենք, մաքրենք, որ գարնանը նորը տնկենք։ Սիրելի հետևորդներ ջան, գնանք վարդերի մոտ։ Սիրով ցույց եմ տալի վարդեր, էս մի ճյուղի վրա տեսեք ինչքան վարդ կա։ Շատ գեղեցիկ է։ Սրա վրա էլ հələ տեսնում եք ինչքան կոկոմ կա, որ հաշվեմ 2, 4, 6, 8, 9, 10, 11։ Շատ գեղեցիկ է, դեռ ծաղկում է։ Այստեղ արդեն փչանում են, ժամանակ չկա, որ մաքրենք, այս չորերը պետք է կտրվի, հավաքվի, կամանց, սիրելի հետևորդներ ջան, պետք է դասավորենք, մաքրենք, տեղավորենք, հələ այս վարդի գույնը տեսեք, վայ, անմահական բույր տվեց, անմահական, կգրեք մեկնաբանությունների բաժնում, հավանեցիք սիրելիներս, թե չեք հավանում, այստեղ էլ է գեղեցիկ, սիրուն, փնջով բացվել, բոլորն էլ գեղեցիկ են, մեկը մեկից գեղեցիկ, մեկը մեկից սիրուն, այստեղ սա էլ է լավ անուշ հոտ ունի, վայ, դուխի հոտ, յուրահատուկ մեր առաջվա ֆրանսիական դուխի հոտը, որ օգտագործել եմ, Ֆիջի, ջիջի, հիշում եք այդ դուխի հոտը, սա էլ, տեսեք ինչ գեղեցիկ, բացված, կողքերն էլ կոկոմներով, 2, 4, 6, 8, 10 կոկոմ ունի, ներքևը չհաշված, սա էլ այսպիսի փոքրիկ գեղեցիկ վարդ է, նորից շատ սիրուն է, այս գեղեցկուհին իր գեղեցկությամբ հմայում է թե ինձ, թե ձեզ, սա էլ հետևորդներ ջան, իսկ հիմա ուզում եմ բանջարանոցը ցույց տամ, ինչքան տեսեք, պղպեղներ կա, թե կարմրած, կարմիրները տեսնում եք, պետք է քաղեմ, բուսայուղով պատրաստեմ, բադրջանը լեփ-լեցուն է, մանր, մեծ, կանանչիներից ռեհանն է փարթամ մնացել, կմոտիկանամ, ցույց կտամ, վարունգը արդեն, սիրելիներս, չորանում է, բայց դեռ բերք կա վրան, գարոխը պետք է հավաքենք, դեղին ոլորը, չորացել է, դիմացը տեսեք, լոբին է, որը արդեն նորից սկսել է չորանալ, այդ կարմիր լոբին դեռ չեմ հավաքել, 2 հատ ընդհանրապես, ինձ թվում է դա հատիկ լոբի է, իմ հետևորդուհին գրել էր, որ տիկին Մարինե, դա հատիկ լոբի է, չգիտեմ կհասցնի մեզ մոտ, թե ոչ, կտեսնենք, մի քանի վաղտել կթողնենք նոր, արդեն կհավաքենք, մեխակները հավաքելու ժամանակն է, անձրևների պատճառով չհավաքեցինք, բայց արդեն ժամանակն է, որ մեխակներն էլ հավաքենք, մի խոսքով բանջարանոցը արդեն իր տեսքն է կորցնում, սիրելիներս, քանի որ մոտենում ենք աշնանը, ցինյաներն էլ հերթով ձեզ ցույց եմ տալիս, տեսեք, ցինյաներն էլ են փչանում, հերթով, սիրուն, կարգով, բայց գեղեցկություն են, չէ, գեղեցկություն են պարգևում մեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, և ձեզ, վարդերը ցույց տալուց հետո եկել ենք մեր լոլիկի ջերմոցը, այսօր ձեզ լրիվ, լիովին ցույց եմ տալի ինչ վիճակում է, սիրելիներս, արդեն տեսնում եք ինչ վիճակին են, դեպի վատն է գնում, տերևները չորանում են, բա ինչքան ժամանակ բերք են տվել, հələ այս լոլիկներին դեղին, քաղցր, շաքար, այս սորտի լոլիկն է ընտիր, սիրելիներս, այստեղ էլ կա մեծ, այն անգամ կշռել են կես կիլոգրամ, հələ տեսեք, շատ քաղցր է, տեսքը գեղեցիկ չի, համը լավն է, այն սիրուն աղջիկներից չի, տգեղ աղջիկներից է, որոնք շատ լավն են թե բնավորությամբ, թե իրենց նիստ ու կացով, հիմա կասեք համեմատում եք լոլիկին, ուղղակի խոսքի ասում եմ, սա էլ նազելիս համար եմ ցույց տալիս, սիրելի նազելիս, տեսեք, բա մենք ինչքան ունենք սև լոլիկ,
Հələ տես, փնջով նազելի ջան, կախված է։ Սիրով քեզ համար սերմը եկողլի կուղարկեմ, այսօր ասում էր, վայ, ես ինչ պամիդորներ է։ Եկեք ասեմ պամիդոր, հասարակ ձևով ասեմ, հələ ցույց տուր, հələ տեսեք։ Վայ, ընտիր։ Էլ խոսքերն այստեղ են ասում, որ ավելորդ են։ Այնտեղ էլ են նույն լոլիկից, պամիդորից։ Այստեղ չիրի դեղինն է, շատ լավն է, շատ։ Տեսեք սևի խոշոր տեսակը, որ ասեմ մեղր, կասեք վայ տիկին Մարին է, այո սիրելիներս, իմ անուշիկ հետևորդներ, այո մեղրից էլ քաղցր է սորտը, սա էլ այս տեսակն է, սորտավոյ, լրիվ սորտավոյ լոլիկներ են, պամիդորներ են, այստեղ նայեք հլը։ Բա ոնց ես պամիդորների գովքը չասեմ, աղ որ չասեմ կնեղանան, պետք է ասեմ, որ իրենք էլ լավ զգան իրենց սիրելիներս, համեցեք, սորտավոյի լոլիկները ձեզ հյուրասիրեմ, իմ գեղեցկուհի լոլիկներին տեսեք, ամեն մեկը յուրովի գեղեցիկ են, այս սրա մասին էլ չեմ կարող ասել, որ ամենալավն է, լավից է լավը, հլը տեսեք, ինչքան ընտիր է, ինչ սորտ է, այս վարունգը դեռ տալիս է, մանիկն էլ դեռ վարունգ է հավաքում, տեսեք, ինչքան հավաքել ենք, դեռ ինչքան էլ հավաքում ենք, այս տարի ընտիր էր, հլը այս կողմի վրա տեսեք, հլը տեսեք այստեղի լոլիկները, իմ չքնաղներ, գեղեցկույներ, ինչքան գեղեցիկ եք, շարվել եք, սիրուն, այսենց հատիկ, ոնց որ բռնես շարես, ծաղիկը տեսեք ինչքան երկար է մնացել, դեռ կմնա, հիմա այս երկար, իսկական մարինատի պամիդորներն եմ ցույց տալիս, տեսնում եք ինչքան սորտեր ունենք, ինչքան համեղ սորտեր ունենք, շատ համեղ սորտեր են, հələ այստեղ նայեք, վայ ես ինչ գեղեցիկ ես, քո համը ոչ ոքը չունի, սիրելիս, բա այստեղ թանկագիններս մի հատ նայեք էլի, մի հատ նայեք մեծությանը, ծանրությունից արդեն չգիտի ինչ անի խեղճը, ծռվել է, ամեն ինչը կա, լի ու բոլ, փառք եմ տալիս Աստծուն, սա էլ ուրիշ տեսակի է, այս մասն էլ է ուտվում, այս մասը շատ համով է, դեղին և կարմիր, սա էլ ռոզվի պամիդորը, պիչի սերցը, ռոզվիները, տեսեք այս տիպի սիրուն պամիդորները, շատ ընտիր է, ամեն ինչը լի ու բոլ եղավ այս տարի, այսպիսի բերք, ստացել ենք բերք, բայց այսքան շատ երբևիցե չենք ստացել, թաքնված է մեծը, սա էլ է համով սորտ, մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, չեմ ուզում գլուխ ցավացնել, շատ ընտիր սորտեր են, հիմա գնանք դեպի դուրս, սեղ այսքան էլ վարուն քաղեց մանիկը, սա նազերվան սորտն է, սա էլ դթմիկ է, տեսեք նազելի ջան տես, ինչքան ունենք այդ սորտից, ես խոստանում եմ քեզ ուղարկեմ, անպայման, դրսում շատ շուտ տումանը այդ խոնավությունից փչացրեց, միայն այս տարի մեր բոմյան լավ չեղավ, մնացածը ընտիր, մոշն էլ արդեն վերջացավ, մալինան, հլը խնձորս, այստեղ էլ մեր խնձորն է, հասնում է արդեն, Այս մասում մեր գյազարն է, շատ ընտիր գյազար է եղել այս տարի,
կհանենք, արդեն հանելու է։ Այս մասում սոխն է, որ մանր սև սերմերից ցանում ենք, ուտելու սոխը չհասցրեցինք, ուտենք մնաց։ Այստեղ մի փոքր սամիտ ցանեց մանիկը, սամիտն է ծլել, ահագին ժամանակ էլ օգտագործում ենք, սիրելի հետևորդներ ջան։ Մաքրում է արդեն, գարոխն է հանում, որոշել է մաքրի, տեղը կանաչի ցանի կոտեմ և համեմ նորից սամիտ։ Սա մեր մարինադի արդեն կիսաչոր սամիտն է, այստեղ ռեհաներն են, ինչքան չորացրինք, ինչքան հյուրասիրինք, էլ մնացել է սիրելիներս, մի քանի քյոլ կկախեմ կչորանա, աշնան բոշկայի թթվի համար, շատ համեղ է լինում, ռեհանը որ շարում ես թթվի բոճկայի մեջ։ Այսպիսի տեսք ունի, սիրելի հետևորդներ ջան, այսօրվա մեր բանջարանոցը, որ արդեն կամանց իհարկե տեսքը կորցնում է սիրելիներս, ինչ արած ժամանակն է եկել, որ կորցնի իր տեսքը այս գեղեցկուհի մեր բանջարանոցը և պարտեզը։ Հետևորդներ ջան, եկանք հասանք այս գեղեցիկ աստրային, հետաքրքիր ձև ունի աստրան, հələ տեսեք, և ծաղիկներ, շատ սիրուն է, շատ։ Ինչքան սիրուն է, ստեղ էլ հələ տանձը տեսեք, փոքրիկ կարճ ծառ է, բայց լավ բերք է տվել։ Սա էլ մեր գեղեցիկ, ճիշտ է, ինքը վատ հոտ ունի, բայց գեղեցիկ է և երկար մնում է, շատ երկար, սիրելիներս, և մեզ գեղեցիկ տեսք է հաղորդում, այդ ծաղիկներն էլ եմ շատ սիրում, շատ։ Մինչ ուշ աշուն, կարելի ասել ձյունը նստում է, բայց ծաղիկները հələ դեռ ծաղկած են, սա էլ աստրաներն են, որոնք արդեն սկսել են փչանալ, գեղեցիկ իրենց կլոր շառավիղով, տեսնում եք գլուխները, տարբեր են, տարբեր ձևի են այս տարվա, յուրահատուկ են այս տարվա մեր աստրաները, շատ, տեսնում եք ինչքան սիրուն են, շատ սիրուն են, իսկ այս շաբո մեխակը դեռ չի ծաղկել, այս տարի չի ծաղկի, մյուս տարի մնաց, ցավոք սրտի մյուս տարի արդեն երևի այստեղ որ վարում ենք տրակտորով, չի մնա, որոշել եմ տեղափոխեմ ուրիշ տեղ դնենք, որ մյուս տարի ծաղկի։ Հիմա ինչ եմ անում, ձեզ համար մի մեծ փունջ, այս գեղեցիկ աստրաներից հավաքում եմ, փունջ անում և ձեզ նվիրում, այս են սիրուն, հավեսին, հավեսով քաղեմ, հավեսով էլ նվիրեմ։ Տարբեր տեսակի եմ քաղելու, հետևորդներ ջան, տարբեր գույների։ Ահա։ Да. Տեսնում եք, ինչ գեղեցիկ ծաղկեփունջ քաղեցի, հիմա այս գեղեցիկ ծաղկեփունջը մաքրեմ, ավելորդ թփերը, պոչի մասերը մաքրեմ, մաքուր տանեմ տուն և փունջ անեմ, ձեզ նվիրեմ, ինչքան սիրուն են, առաջի անգամ եմ տեսնում, բարեղ, տեսեք, հետևորդներ ջան, այստեղ չի լինում, գիտեք, հազվագյուտ ենք հանդիպում, սա այստեղ աման կա, լցնեմ մեջը, շարեմ, ինչպես եք թանկագիններս, այսօրվա հոլովակն էլ հողամասից սկսեցի, բանջարանոց ցույց տվեցի, պարտեզից բոլոր ծաղիկները սիրով ձեզ ցույց տվեցի,
այսենց թողնելու եմ, իրարից չեմ անջատելու։ Որոշեցի երեկոյան ժամ է իջնել բանջարանոց պարտեզ եւ սա դեռ կոկոմ է, բայց հարկավոր չէ, լավ, այնքան ունենք, որ չի բացվի ջրի մեջ։ Ձեզ բարևեմ եւ ցույց տամ։ Մեր հողամասը, այգին, պարտեզը ինչ վիճակում են, արդեն աշուն է, սիրելիներս դեղնում են, գեղեցկությունը արդեն կամանց մեր պարտեզի, բանջարանոցի, թե ջերմոցի արդեն անցնում է, այն գեղեցիկ, որ դուք միշտ գրում եք, ինչքան մաքուր, կոկի, գեղեցիկ, հողամաս եք մշակում և գեղեցիկ են ամեն ինչը, այո, սիրելի հետևորդներ ջան, շատ գեղեցիկ է, բայց արդեն եկել է պահը, չորանում է և աշուն է, ինչ արած, այստեղ աշունը շուտ է սկսվում, օգոստոսի վերջն ենք, աշունը եկել է թանկագիններս, հոտ չունեն, ուղղակի այս տեսակի աստրաներ այս տարի առաջին անգամ ենք ցանել, միշտ որ ցույց տվեցի այն մանուշակագույն աստրայից, սա փնջային, տեսեք չեմ ուզում անջատեմ, ուզում եմ հենց այսպես էլ դնեմ, կմաքրեմ և կտանեմ մեր հյուրասենյակում կդնեմ, իհարկե ձեզ էլ պետք է նվիրեմ, իմ սիրուն պարտեզիս ծաղիկները, առանց ձեզ չեմ անի, բայց որոշեցի այս ներքևը, որ դնեմ ջուրը շուտ, ինչ կարծիք եք, չեմ անջատելու, հլը տեսեք 7 հատ է, 3, տեսնում եք հաշվենք 2, սա էլ եմ հաշվում, ծաղիկ է 2, 4, 6, 7, հենց այսենց էլ թողնելու եմ, ձեզ նման սիրուն են ծաղիկներս, գիտեք, բոլորիդ, անհատական սիրում եմ, բոլորիդ, շատ շնորհակալ եմ բոլորիցդ, դուք իմ դրական լավ, ամեն օրվա հարազատ դարձած մարդիկն եք, հետևորդներն եք, այսօր ոչինչ չեմ պատրաստելու, այսօր ձեզ հետ միասին իջա, հիացա ես իմ պարտեզով, ձեզ էլ հետս ման տվեցի, տեսակ ինչքան լոլիկ ունենք դեռ, ինչքան փակել ենք սիրելիներս, ինչքան հյուրեր ունենք, ես ձեզ ցույց չեմ տալիս, մեր տան դռները բաց են և միշտ հյուրեր ենք ունենում, ամեն շաբաթ կիրակի հյուր ունենք, պատկերացնում եք, ոչինչ չեն գնում, բացի մսից, ամեն ինչը տանից է, բանջարեղենները, կանանչին, միայն այս տարի մեր բամյան չեղավ, դա էլ սերմից է, սերմը լավը չէր, հետո էլ որ տնկեցինք, մենք ցելոֆան չունենք, որ ծածկենք, իսկ բամյան սիրում է, որ դնում ես հողը, մանավանդ ստեղ շատ ցուրտ է հողը, պետք է անպայման ծածկենք, Հայաստան չի, որ տաք է հողը, չենք ծածկում, բամյան աճում է, բոլորը այսենց սիրուն գեղեցիկ փնջային աստրաներ են, դուք էլ ինձ հետ շատ սիրում եք մեր պարտեզի ծաղիկները, ես սիրով ուզում եմ ձեզ հարցնեմ, ինչպես եք թանկագիններս, ինչպես եք հարազատներս, ինչպես եք իմ բարի հետևորդներ ջան, ես լավ եմ, ցանկանում եմ դուք էլ միշտ լավ լինեք, իհարկե պատահում են օրվա մեջ, դե արդեն գիտենք բոլորս էլ ճնշում ունեք, բարձրանալուն նեղվում ենք, իջնելուն ուրախանում ենք, փառք ենք տալիս Աստծուն, առողջ մարդ չկա, երիտասարդներն են հիվանդ, սիրելիներս, որդիս, տեսնում եք, ոնց է կռացել, փառք Աստծու, հիմա լավ է, գոհ եմ Տիրոջից, սրսկումների վրա, շնորհակալ եմ ձեզանից, որ հարցնում եք, գնահատում եք ընտանիքիս արած աշխատանքները, գնահատում եք մեր աշխատանքը, մենք այդպիսին ենք ընտանիքով, մեկս մեկին սիրում ենք, հարգում ենք, ցանկանում եմ դուք էլ միշտ սիրեք մեկդ մեկին, հարգեք, լինեք հարգված, սիրված, իմ սիրուն հետևորդներ,
Խնդրում եմ, ովքեր դիտում են, մինչև վերջ դիտեք, սիրելիներս, բաժանորդագրվեք, թանկագիններս, լայքեք, տարածեք, տիկին Մարինեն նախապես շնորհակալ եմ բոլորիցդ։ Մաքրեցի, վերջացրեցի աստղաները, ստացվեց մի սիրուն, գեղեցիկ ծաղկե փունջ։ Քաղեցի մեր պարտեզից սիրով և սիրով էլ ուզում եմ այսինչ փունջ նվիրել ձեզ բոլորիդ, ինչ շատ սիրելի հետևորդներ ջան, ամեն մեկիդ ինչքան հետևորդ ունեմ, բոլորիդ անհատական նվիրում եմ։ Եղեք առողջ, եղեք օրհնված, սիրված, հարգված, ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։ Այսքանով ավարտում եմ այսօրվա այս գեղեցիկ, հետաքրքիր հոլովակը։ Մնացեք Աստծո մեջ։ Սիրում եմ ձեզ, թանկագիններս։ Ստեսություն, մինչ նոր հոլովակ։